լույս։ 3 մարտի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Ռաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի դիմում բողոքները 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար։ Որոշման ընդունումը Սահմանադրական դատարանի նախագահը պատճառաբանեց նրանով, որ դիմումները հիմնականում անհիմն են, որովհետև դիմողներն օրենքով իրենց հասու լիազորությունները չեն օգտագործել հիմնավորված դիմում ներկայացնելու համար։ Այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ռաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը։ Հանրահավաքին կարող եք հետևել մեր կայքում ուղիղ հեռարձակմամբ։ Երևանի պետական համալսարանի դասախոս Արարատ Միրզոյանը, որը վերջերս պահանջել էր, որ կրթության գիտության նախարարը եւ Երևանի պետական համալսարանի ռեկտորը պաշտոնական պարզաբանում ներկայացնեն եւ պատժեն իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց, իմացել է, որ մարտի կեսերից նախատեսվող դասախոսությունների համար Անդոնի կողմից առաջարկված պայմանագիրը չեն հաստատել։ Այսինքն Արարատ Միրզոյանը այլևս դասախոս չէ։ Քեմբրիջի համալսարանի գիտնականներն օգտագործելով ալգորիթմեր Facebook-ի օգտատերերի լայքերից կարողացել են նրանց կրոնական համոզմունքները քաղաքական եւ սեռական հակվածությունն իմանալ։ Այս հետազոտությանը մոտ 58,000 մարդ է մասնակցել։ Ալգորիթմերի արդյունքները համեմատվել են թեստերի հետ եւ ալգորիթմերն 88%-ով ճիշտ են ասել հետազոտողների սեռի եւ 85%-ով նրանց հանրապետական կամ դեմոկրատ լինելու մասին։ Երևանում այս պահին 0-ից բարձր 9 աստիճան է, սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։ Ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։